ուժի սպառնալիքը, ուժի կիրառման սպառնալիքը ժամանակաժամանակ հնչել է անընդհատ։ Բայց Ադրբեջանը միշտ հասկացել է երկու շատ կարևոր բան։ Առաջինը, ուրեմն դիմացը կա պետություն, համակարգ, որ եթե անգամ իր տպավորությամբ ուժերի ուղիղ բալանսում ինքը առավելություն ունի, բայց այդ առավելությունը հարձակողական պատերազմով կապիտալիզացնելը շատ բարդ է, որովհետև պաշտպանվող կողմի եւ հարձակվող կողմի բալանսային կշիռը տարբեր է իրականում, բայց եւ երկրորդ շատ կարեւորագույն հանգամանք։ Նա միշտ իր մեջ ունեցել է հարց, իսկ դա կներվի իրեն նույն այդ աշխարհի հզորների կողմից։ Այսինքն ցանկությունը մի բան է, այդ քայլը կատարելը մի բան է։ Հետևաբար, այն որ Ադրբեջանը ռազմական հանցագործությունը իրականացրել է, պատերազմ սկսել է, ոչ առաջ, ագրեսիա արել է, սրանում ոչ մի երկրորդ կարծիք չկա։ Այսինքն չթվա հանգարց մեր հանրությանը, որ սրանց արածները, որ շատ են, կարող են որևէ կերպ նրան արդարացնել կամ նրա պատասխանատվության չափը փոխել, չկա տենց բան։ Այսինքն նա մեկը այդ արել է եւ ինչ որ դրա հետ կապված էլ է հարցեր լինելու բավականին լուրջ։ Այսինքն որ դա փակված չէ, այդ հարցերը իրեն տալու են։ Եվ կա հարցի երկրորդ կողմը, հա, ուրեմն դուք պատկերացրեք ձեզ, բանակցային գործընթացը ինչ վայրի վերումներ ա ունեցել։ Եվ ես օրինակը բերեցի, օրինակ Արցախը, Հայաստանը եւ այլ, որ Ալիևի մոտ վախերը իրեն պատժելուց, իրեն չհասկանալուց, իր գործողությունները անելուց կաշկանդիչները ընթացքում վերացել են։ Պատկերացրեք ինչ կարգի վայրի վերումներ ա ունեցել։ Այսինքն որ օրինակի համար նա ստացել է տարաբնույթ հիմքեր ներկայացնելու մյուս կողմերին, որ ներողություն արտահայտած, բայց պարագայում ես ինչ անեմ։